Բոլորս էլ եկել ենք, տեսել ենք ու գիտենք Գառնու տաճարը։ Իսկ ինչ է նրա շուրջը կատարվել, շատերս չգիտենք։ Ախր շատ հետաքրքիր է։ Իսկ դու գիտեիք, որ այն ժամանակվա մեր վերնախավը ուներ շոքեբաղնիկ։ Տեսեք, թե որտեղ են լողացել մեր մեծերը։ Այս քարերի վրա եղել է հատակը։ Մոտավորապես այս տարածքում էր վառվում կրակը։ Ու քանի որ գետնի տակ դատարկ տարածություն էր, հատակը տաքանում էր։ Տեսեք, թե ինչպես է պահպանվել այս խճանկարը։ Մեկ էլ ասում են, որ այստեղ գրված է աշխատեցինք ոչինչ չստանալով։ Կոմենտներում գրեք, թե ինչ են նկատի ունեցել, որ մեր մեծերը նրանց աշխատացրել են ու խաբել քաշել փողը չեն տվել, չմոռանաս լայքս դիր լայքս։ Իսկ դու գիտեք, որ Գառնու տաճարի կողքին կա Սուրբ Սիոն եկեղեցին։ Իսկ դուք ինձ կհարցնեք, թե ինչու է եկեղեցին այս վիճակում։ Քանի որ 1600-ականներին երկրաշարժի հետևանքով ավիրվել էր համ Գառնու տաճարը, համ էլ եկեղեցին։ Ճիշտ է, հետո տաճարը նույն ձև կառուցում են, իսկ եկեղեցին ոչ։ Ու մեր հայ գիդերից մեկը ասաց, որ չվերակառուցելու պատճառներից մեկը դա այն է, որ կազդի Գառնու տաճարի ներկայիս տեսքի վրա։ Բա որ ասում եմ, շատ հետաքրքիր է, չեք հավատում։